առաջ Նյումեկը հայտարարեց, որ հայերեն հրատարակելու է Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը եւ այսօր արդեն այդ պատմական իրադարձության ականատեսն ենք։ Ցավոք Հենրիխը չկարողացավ ներկա լինել շնորհանդեսին, բայց նա ողջույնի ուղերձ է փոխանցել։ Հիմա կտեսնենք բոլորս նրա ողջավորությունը եւս այսօրվա հետ կապված։ Նյումեկի սպորտային մատենաշարում չէր կարող չլինել Մխիթարյանի ինքնակենսագրականը եւս գիտեք, որ մենք հրատարակել ենք Ռոնալդոյի, Մեսսիի, Մբապեի համաշխարհային ֆուտբոլային աստղերի կենսագրականները եւ ունենալ Հենրիխի նման մեր լեգենդին այս շարքում ուղղակի աններելի կչունենալ, աններելի կլիներ եւ ինչով է այս գիրքը տարբերվում մյուս այդպիսի գրքերից, որովհետեւ նախ Հենրիխն է, բոլորս նրա կարիերայի եւ անհատական ձևավորման այդ ճանապարհին ականատես ենք եղել, երկրորդը մյուս գրքերում զուտ ֆուտբոլային հաջողությունների ստատիստիկա է թվարկվում եւ այսպես ասած գոլերի շքերթներ է։ Հենրիխի գրքում շատ ամեն ինչ տարբեր է, այստեղ ես կասեի հույզերի շքերթներ է, որովհետեւ գիրքը համահեղինակությամբ իտալացի կենսագրի հետ է գրել եւ այստեղ կարդվել են հայկական մենթալիտետը եւ իտալական այդ հուզառատ ջերմ բառապաշարը եւ ստացվել է իտալո-հայկական հետաքրքիր մոտիվացնող եւ հպարտություն ներշնչող մի գիրք, որը պետք է պարտադիր կարդան բոլոր պատանիները եւ պարտադիր պետք է կարդան նաեւ ծնողները, թե ինչպես դաստիարակեն ապագա Հենրիխներ։ Նրանք կլինեն ֆուտբոլիստ, թե կյանքի տարբեր բնագավառում այդ չեմպիոն լինելու գաղափարը, այդ սկզբունքները դեռ մանկուց պետք է ծնողները իմանան ինչպես պետք է դաստիարակեն։ Սա ես կասեի ավելի շատ ծնողավարման պատանիներին մոտիվացնելու եւ ճիշտ դաստիարակություն տալու ձեռնարկ կարող է դիտարկվել, ոչ միայն լեգենդի մասին ինքնակենսագրական գիրք։ Հենրիխը իր հոր մասին, Համլետի մասին այս գրքում պատմում է։ Այո, գիրքը կառուցված է հենց Համլետ Մխիթարյանի եւ Հենրիխ Մխիթարյանի, այսպես կարելի ասել, հեռավար զրույցի վրա, որովհետեւ բոլոր գլուխներում Հենրիխը այսպես շեղադառ, եթե գրքային լեզվով ասած, դիմում է հորը եւ ասում է. «Պապ, գնում եմ այստեղ, պապ, սրան էլ հասա» եւ այդ ամբողջ վճռական նվիրումի ուղին իր նվիրված է Համլետ Մխիթարյանին, նրան ինչ ասել է Հենրիխը, բնականաբար նրա կողքին են եղել մայրիկը, քույրիկը, ընտանիքի մյուս անդամները, ընկերները, բայց այն առաջ մղող ուժը եղել է իհարկե հոր երկնքում փայլող աստղը։ Շատ շնորհակալություն։